Աշխարհը ինչ բուժում է առաջարկում արդյունավետ, արդյոք լիարժեք բուժում կա եւ ոնց որ համաշխարհային պրակտիկան, նորարարությունները ներկայացնելով գանք, թե մեր երկիրն ինչ առաջարկում այս հիվանդներին։ Որպեսզի հասկանանք բուժման մոտեցումները, պետք է մի քիչ անդրադառնանք պատմությանը, ինչպես է զարգացել, քանի որ ես ասացի, խնդիրը մակերեսային չէ, խնդիրը գլխուղեղի բավական խորը տեղակայմամբ հանգույցների, այսինքն կորիզների ախտահարումն է եւ բժշկության համար գլխուղեղի այդ խորը ստրուկտուրաները մինչ օրս լիարժեք հասանելի չեն, այնտեղ միջամտությունները սովորաբար ուղեկցում են բավական լուրջ բարդություններով եւ կարելի ասել, որ բաց վիրահատական միջամտություններ նշված զոնաներում չեն իրականացվում։ Ինչպես հաճախ է լինում բժշկության մեջ, տարիներ առաջ, տասնյակ տարիներ առաջ վիրահատության ժամանակ Պարկինսոնով հիվանդի մոտ այլ խնդրի կապակցությամբ գլխուղեղի վիրահատության ժամանակ սխալմամբ երբ որ վնասվեց մի կարևոր զարկերակ, որը որ սնուցում էր հենց այդ օջախները, տեսան, որ հիվանդը արթնացավ, այդ բազալ հանգույցները, վիրահատությունից հետո հիվանդը արթնացավ միակողմանի թուլությամբ, բայց նաև չկար այդ դողը եւ այլն, եւ դա արդեն օգնեց բժիշկներին, գիտնականներին այդ օրերի, որպեսզի հասկանան, որտեղ են թաքնված այս հիվանդության գաղտնիքը։ Եվ այդ տարիներին սկսեցին առաջին փորձերը 60-ականներին, իրականացվում էին տարբեր վիրահատություններ, բաց, որոնք որ հաճախ ուղեկցում էին բավական լուրջ բարդություններով, այո, հիվանդները դադարում էին դողալ, դադարում էր իրենց մոտ այդ անկանոն շարժումները, բայց նաև բավական լուրջ պարալիզ էր առաջանում հիվանդների մոտ, շարժողական խանգարումներ։ Հետևաբար, երբ որ բժշկությունը զարգացավ եւ հայտնաբերվեց այդ մեր օրյա օգտագործման այդ կարևոր դեղորայքը լևոդոպա, կարբիդոպա, նշված վիրահատությունները հետին պլան մղվեցին, քանի որ դեղորայքը բավական արդյունավետ էր վերահսկում շարժողական խանգարումները եւ չուներ այդ բարդությունների ռիսկը։ Սակայն անցան նորից տարիներ եւ բժշկությանը հայտնի դարձավ, որ շատ արագ որոշ հիվանդների մոտ մի քիչ ավելի ուշ նշված դեղորայքի հանդեպ զարգանում է կայունություն հիվանդության եւ նաեւ հիվանդությունը պրոգրեսիոն։ Այո, եւ եթե նախկինում հիվանդը կարիք ուներ դեղորայք ընդունել օրինակ օրական 2-3 անգամ, ապա տարիներ անց հիվանդը կարիք է ունենում անընդհատ դեղորայքի ընդունման, 2 ժամ, 1 ժամ, 1 դեղաչափերի բարձրացման եւ նաեւ արձանագրվեցին դեղորայքի կողմնակի էֆեկտները, որոնք երբեմն ավելի շատ են հիվանդի կյանքի որակը վատթարացնում, քան բուն հիվանդությունը։ Հետևաբար նորից թափ ստացավ վիրաբուժությունը, այո, եւ այս ամենին օգնեց Լեքսելի կողմից հայտնաբերված այդ ստերեոտակտիկ շրջանակը, որը որ մի սարք է, որը հնարավորություն է տալիս, այսպես ասած, գլխուղեղի թվային քարտեզ ստեղծել, թվային կոորդինատային համակարգ եւ դրա օգնությամբ 0.6 մմ-ի ճշտությամբ թիրախավորել գլխուղեղի ցանկացած ամենախորը հատվածներում տեղակայված հանգույցները կամ օջախները եւ համակարգը հնարավորություն է տալիս մինիմալ ինվազիվ, այսինքն շատ փոքր միջամտությամբ առանց ինչ որ բաց մեծ տրավմատիկ վիրահատությունների հասնել համապատասխան զոնային։ Եվ առաջին этаպը վիրահատությունների, որոնք իրականացվում էին, դա համապատասխան կորիզների շատ փոքր էլեկտրոդի օգնությամբ, շատ բարակ էլեկտրոդի օգնությամբ այդ կորիզների այրումն էր։ Դա կարող էր լինել ռադիոհաճախային աբլյացիան կամ այլ եղանակներով, իմաստը նշված ախտահարված կենտրոնների վնասումն էր, որը որ բավական առողջ հատված կմնար, այսինքն ֆունկցիոնալ հատված մնում էր, եւ այո, իհարկե, դրանք պարզապես ախտահարված օջախներ էին, որոնք որ ընդգրկված են այդ հիվանդության ընթացքի մեջ, երբ որ իրականացվում էր նշված օջախների վնասում, շատ լավ վերահսկվում էին նշված խնդիրները հիվանդության։ Սակայն մեր օրերում էլ այդ վիրահատությունները դեռևս որոշ երկրներում կիրառվում են։ Սակայն նշված միջամտությունները նորից ունեին սահմանափակումներ, իրենք առավելապես ազդում էին դողի վրա եւ լավ չէին վերահսկում մյուս սիմպտոմները, ինչպես նաեւ սրանք կարելի ասել մեկանգամյա միջամտություններ էին եւ այս միջամտություններից հետո հաշվի ենք առնում, որ հիվանդությունը նորից պրոգրեսիվում էր եւ հաճախ տարիներ անց նորից սիմպտոմները վերսկսում էին։ Նորից նույն տեղում նույն վիրահատությունը կրկնել կատարվում էին, բայց ոչ այդքան արդյունավետ։ Եվ 90-ականներին առաջին անգամ բժշկությանը հայտնի դարձավ մի երևույթ, որը որ կոչվում է գլխուղեղի խորանի ստիմուլյացիա,
որը որ իր էությամբ շատ པարզ ինչ որ էլեկտրական հոսանքի օգնությամբ գլխուեղի որևիցե հատվածի անընդհատ, այո, խթանումն է, ստիմուլյացիան է։ Եվ բժշկությանը པարզ դարձավ, որ նշված միջամտությունը իր էությամբ համարժեք է այդ կորիզների վնասմանը, սակայն այն անվտանգ է։ Այսինքն, երբ որ մենք էլեկտրական հոսանքով ստիմուլացնում ենք նշված զոնան, մենք ճնշում ենք այդ հատվածի ախտաբանական ակտիվությունը առանց որևիցե վնասված կառաջացնելու, առանց որևիցե այրում առաջացնելու։ Եվ գուցե հնարավոր է բազմակի կիրառել պարբերաբար, Ես հիմա կնշեմ, սա ոչ թե բազմակի, այլ սա անընդհատ process է։ Եվ այդ 90-ականներից 97 թվականից արդեն նշված միջամտությունները գլխուեղի խորանի ստիմուլյացիան սկզբում էսենցիալ դողի համար, հետո նորից Պարկինսոնի հիվանդության եւ մեր օրերում արդեն շատ այլ հիվանդությունների համար դարձան ոսկե ստանդարտ վիրաբուժական։ Եվ սա ինչ է իրենից ենթադրում։ Ձեր հարցին պատասխանելով ասեմ, որ ոչ թե կարելի է կրկնել, այլ այս process-ը արվում է մեկ անգամ, գլխուղեղում համապատասխան կորիզներում խորանիստ տեղադրվում են երկու էլեկտրոդներ սովորաբար, մեկը աջ, մյուսը ձախ կողմից։ Ամեն էլեկտրոդը, դրանք շատ բարակ լարեր են, ամեն էլեկտրոդը ունի 4-ից մինչև 12 կոնտակտներ, այսինքն ամեն կողմից գլխուեղում տեղադրվում է մեկական էլեկտրոդ, սակայն ամեն էլեկտրոդը ունի 4-ից 12 կոնտակտ։ Եվ այդ լարերը դուրս են գալիս գանգի փոքր անցքերից, գանգի վրա փոքր անցքերի օգնությամբ են տեղադրվում եւ մաշկի տակով, ենթամաշկային հյուսվածքով գալիս միանում են հոսանքի գեներատորին, որը որ փոքրիկ կարելի ասել համակարգիչ է, որը տեղադրվում է մաշկի տակ։ Եվ սա մեկ անգամ տեղադրվում է եւ մշտապես մնում է հիվանդի օրգանիզմում։ Այսինքն արտաքինից որևիցե բան չի երևում, ոչ ոք չի կարող հասկանալ, որ հիվանդին տեղադրված է նշված սարքը, ինչպես օրինակ կարդիոստիմուլյատորները, որոնք տարբեր արիթմիաների ժամանակ օգտագործում են վաղուց, նույն կերպ էլ նեյրոստիմուլյատորները, որոնք որ մշտական, այսինքն օրը 24 ժամ, շաբաթը 7 օր ստիմուլացնում են նշված օջախը։ Եվ ամենակարևոր առավելությունը ի տարբերություն դեղորայքի սրանց այն է, որ եթե դեղորայքը ազդում է օրինակ ընդունելուց 30 րոպե հետո իր ազդեցությունը հավաքում է մոտ 1 ժամվա ընթացքում եւ ապա ասենք 2 ժամվա ընթացքում այո եւ իջնում է իր ազդեցությունը եւ ունի բազմաթիվ հակացություններ, բազմաթիվ կողմնակի էֆեկտներ եւ սովորաբար հիվանդների մոտ ինչ որ ժամանակ անց զարգանում է կայունություն դրա հանդեպ, ապա եւ որպեսզի միտքը ավելի հասկանալի նշեմ, որ հիվանդների մեծ մասը տառապում էին հենց դեղորայքի on-off, այսինքն դեղորայքի առկայությամբ կամ բացակայությամբ այդ վիճակներից, այսինքն երբ որ դեղորայքի ազդեցությունը նվազում է, մեր հիվանդներից ունենք, որ անգամ դառնում են անշարժ, արձանի նման անշարժ։ Իրենք չեն կարող անգամ մի քայլ անել, չեն կարող մի բառ ասել։ Եվ իրենց անհրաժեշտ է մշտական խնամ 24 ժամյա, անմիջապես պետք է տալ դեղորայքի հաջորդ դոզան եւ ժամանակ է պետք մինչեւ դեղը դոզա հավաքի, նորից կարճ ժամանակ հետո դոզան անցնում է եւ այսպես։ Իսկ գլխուեղի խորանի ստիմուլյացիան վիրահատություններից հետո ապահովում է հենց այդ 24 ժամ շարունակ արդյունքը, երբ որ ամբողջ տարի, ամբողջ կյանքի ընթացքում ինչքան որ կապրի հիվանդը, իր սարքը միացված է եւ օրը 24 ժամ ստիմուլացնում է նշված կենտրոնները, այսինքն մենք չունենք այդ off փուլերը։